ինչպես ասում է, մեծ տղաս, մաման մարդկանց հետ ինչ-որ բան է անում։ Հաջողակ կարիերաները, հաջողակ մարդկանց միտում ունենք բոլորս հայերս արժեզրկելու։ Եթե դուք ուզում եք դառնալ լավ HR մասնագետ, եթե դուք ուզում եք հարթել ճանապարհ դեպի բարձրունքներ, մինիմում պետք է սկսել նրանից, որ հասկանալ ինչ-որ թղթաբանություն։ Բիզնես ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եմ ասում մարդկային ռեսուրսների կառավարման մեջ կամ բիզնեսում եթեաբաներ չկան։ Ես դրան գիտես ինչ եմ ասում, որ հիպոթեզն ու փաստերը մի խառնեք հեղեղված անուն LinkedIn-ը, հա, տարբեր ձևի կարծիքներով, մասնավորապես մեր մասնագիտության վրա եղել են շատ բողոքում HR-ներից։ Մագնուսը HR-ն ու կասկադը չեն կարող լավ դրական հարաբերություններ, սակայն նույնատիպ գործունեություն ծավալել։ Հետադարձ կապը այդ գործ տալը չի, որ կուլիսներում խոսելը ընդունելի վարք չի, որ բեր թափան, որ ոչ թե մարդու մասին խոսի, այլ մարդու հետ խոսի։ Բարև ձեզ եւ բարեկալուստ HR podcast-ի մեր հերթական էպիզոդ։ Այսօրվա իմ հյուրն է Արփին Կարապետյան, Արփին հանդիսանում է Cascade People and Business ընկերության հիմնադիր ղեկավար, Հայաստանի HR ասոցիացիայի նախագահ, ինչպես նաեւ 30 տարվա մասնագետ HR ոլորտում, coach, խոսնակ։ Արփի ջան, ինչպե՞ս ես։ Լավ եմ, Անի ջան։ Լսի, տարբեր տեղեր կարդացի, ինչ որ աչքիս ընկավ, որ դու քեզ ասոցացնում ես տարբեր օրերի եւ գույների հետ, նարնջագույն, մանուշակագույն, այդ ինչ գույներ են, այդ ինչ տրամադրություններ են։ Գույները ընդհանրապես իմ կյանքում շատ մեծ դեր են խաղում ու ընդհանրապես երևի նախ որովհետեւ նկարում եմ։ Չգիտեի։ Հա, եւ երկրորդը, որտեվ քանի որ տարբեր բաներ եմ անում այս կյանքում, որպեսզի կարողանամ մի ինչ որ դերից կտրվել եւ մտնել մյուս դերի մեջ, իմ մոտ ոնց որ գույնային խաղ է, ես պատկերացնում եմ, որ գլխարկներ եմ դնում տարբեր գույների։ Հա, հասկացա։ Այսօր ինչ գույնի է այդ գլխարկը։ Օրանժ, նարնջագույն, հա։ Այդ երևի երջանկության, հա, ակտիվության, ինչի հետ է ասացած։ Ավելի շատ ինովացիայի, ինչ որ նոր բան անելու, երևի տենց գույնն է իմ համար ինքը, հա։ Գիտեմ, որ տարբեր հետաքրքիր գործունեության դաշտերում կաս տարբեր լավ նախաձեռնություններ իրականացնում, վստահ եմ շատերս գիտենք, բայց այն մարդկանց համար, ովքեր որ քեզ կամ գուցե քիչ են ճանաչում կամ առաջին անգամ են քեզ լսում, հակիրճ կներկայացնես ոնց որ կյանքի ներկա փուլում ինչ լավ նախաձեռնություն ես իրականացնում եւ ինչի մասն է քո գործունեությունը։ Շատ դժվար է ու շատ երկար է ամբողջ եթերային ժամանակը կսպառեմ, եթե պատմեմ ինչ եմ անում, գրում եմ, կարդում եմ, արտասանում եմ։ Գիրք ես չէ հրապարակել, նաև դու մետաֆորիկ չես ասում, էլի, իրոք։ Իրականում, հա, իսկապես գրում եմ, կարդում եմ, բնականաբար, ինչ որ երիտասարդ տարիներին բանաստեղծություններ էի գրում, մեկ-մեկ հիմա էլ ոչ, ոնց որ ինչ որ ռոմանտիկ տրամադրության մեջ եմ լինում, էլի ինչ որ բան գրում եմ, հա, բայց եթե խոսանք իրական գործնեության մասին, իհարկե դա ինչպես ասում է, մեծ տղաս, մաման մարդկանց հետ ինչ որ բան է անում։ Դե վաղուց էր ասում, հիմա արդեն տենց չի ասում, բայց առաջին հարցազրույցի ժամանակ տենց ոնց որ արտահայտություն իրան թույլ տվեց, ու հետո ես իրան շատ երկար բացատրում էի, ինչ բան է մարդկանց հետ ինչ որ բան անելը։ Մարդկային ռեսուրսների կառավարումը, դե այդ պիտակը ոնց որ ճակատիս կա, որ ես մարդկային ռեսուրսների կառավարում, դե տեղ ասկսվել իմ իրական ոնց որ ճանապարհը եւ վերջին 30 տարին հենց մարդկային ռեսուրսների կառավարման ոնց որ բնագավառում բավականին ոնց որ փորձում եմ տարբեր բաներ անել կամ չեմ փորձում անում եմ։ Այո։ Բայց բացի դրանից, քանի որ նաեւ հոգեբան եմ իմ առաջնային կրթությամբ, սոցիալական հոգեբան եմ ըստ ոնց որ ուղղության չէ, պաշտպանել եմ սոցիալական հոգեբանության ոնց որ բնագավառում, coaching շատ սիրում եմ սովորացնել, լավ իմաստով այդ բառի, իհարկե, այսինքն տրեյնինգներ, շատ եմ ելույթ ունենում, շատ եմ աշխատում թիմերի եւ կազմակերպությունների հետ եւ շատ եմ աշխատում մարդկանց հետ։ Եթե խոսենք մեկ ինչ որ արտահայտությամբ, երևի այ Cascade People and Business ընկերության մեր նշանաբանը, որ մենք բերում ենք փոփոխություն, կամ մենք փոփոխություն ենք բերում, երևի ավելի շատ իմ կյանքի նշանաբանն է։ Արդեն նաև քոնն է։ Հասկացա։ Նայ, դու
երբ որ ես մտածեցի քեզ հրավիրել ոդկասթի, դու ինձ համար լավագույն դեմքն էիր այս բոլոր ալիքների մեջ քննարկելու այսօրվա մարդկային ռեսուրսների կառավարումը, ինչ է տեղի ունենում այսօր, մի քիչ թոթափելու անորոշության վախը, որովհետև հենց այսօր էի լսում, որ օրինակ արհեստական բանականությունը առաջին 5 տարվա ընթացքում 60% աշխատանքները փոխարինելու է վերցնել եւ այլն։ Ու մտածում եմ, որ այս լավագույն հարթակը կլինի շոշափելի գետնին կանգնած խոսելու, ինչ է նշանակում մարդկային ռեսուրսների կառավարումն այսօր եւ դեպի ուր է գնում։ Հարցը շատ մեծ է, հասկանում եմ, բայց փորձենք հնարավորինս շոշափելի այդ ներկայացնել ու մի քիչ թոթափել այդ անորոշության վախը, որ հիմա մարդկանց HR մասնագետների աչքերում կա։ Իրականում ունեմ երկու նորություն, մեկը լավն է, մեկը վատը, որից սկսեմ։ Եկեք վատից, որ լավը վատենք, որ թոթափել չի ստացվի։ Որովհետև իրականում դե բնական է բազմաթիվ հարթակներում են խոսում, բա ուր է գնում մարդկային ռեսուրսների կառավարումը, որ նա ապագա մարդկային ռեսուրսների կառավարիչի ոնց որ իրական կերպարը, մի հատ բնութագրեք եւ այլն, բայց վերջին երևի 1 տարում ամենաշատ իմ վրա ազդել է Peter Hansen-ի արտահայտությունը, որ ինքը արեց Օմանում կոնֆերանսի ժամանակ, դե իր առաջին բեսթսելերը կոչվում է The New Normal, նոր նորմալը, որը ինքը գրել է 20 թվականին, հետո մի քանի հենց կոവിഡ്ի ալիքների, ոնց է դե ժամանակ են մենք ասում ենք նոր նորմալը մարդկային ռեսուրսների կառավարման որն է հաստատ կհիշես, որից հետո մի 2 տարի սպասեց ու գրեց երկրորդ գիրքը, որը էլի բեսթսելեր դարավ, որը կոչվում է Never normal, երբեք նորմալ չի լինելու։ Այդ never normal-ը իրականում այն է, որ մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող խոսել որևիցե չափանիշների մասին ու ասել այս սենց է լինելու, որովհետև կանխատեսելի ոչ մի բան չկա, ինչպես կյանքում, այնպես էլ մասնագիտության մեջ։ Կարող ենք խոսել ինչ-որ տենդենսների մասին, սա էլ լավ նորությունն է, որ կարող ենք խոսել ինչ-որ տենդենսների մասին, իմ կարծիքով, ելնելով այն ամենից, ինչ որ տեղի է ունենում։ Իսկ տեղի է ունենում այն, որ այո, կա անորոշություն, այո, մենք չգիտենք ուր է գնում աշխարհը, իր բոլոր գլոբալ տենդենսների մեջ, եւ բնականաբար մենք չենք կարող խոսել Հայաստանի մասին։ Ինչու չենք կարող խոսել Հայաստանի մասին։ Որտեղ մենք էլ չգիտենք ուր ենք մենք գնում։ Մեզ մոտ դե պատերազմական դրությունը հավելյալ անորոշություն է ամեն ինչի մեջ։ Այսինքն այդ ամբողջ անհանգստությունը, որը տիրում է եւ հասարակությունում եւ բիզնեսում եւ բնականաբար մարդկանց ուղեղներում, կարելի է ասել, որ հիմնական խնդիրը որ կա, այն է, որ մենք վերադառնում ենք Վիկտոր Ֆրանկլի մարդը իմաստության փնտրտուքների մեջ, ոնց որ հիմնահարցին, հա, ու եթե մենք իմաստ ենք ման գալիս, ապա ամբողջ մարդկային ռեսուրսների քաղաքականությունը եւ տեսլականը դրա շուրջ պետք է կառուցվի։ Սա իմ կարծիքով միանշանակ է, համենայն դեպս այս պահին, այս րոպեին, երբ որ մենք հիմա քո հետ խոսում ենք, ինչ կլինի վաղը, միևնույնն է, ես չեմ կարող ասել, ինձ թվում է ոչ ոք չի կարող ասել։ Մի հատ ստեղ եթե ամփոփեմ, հա, այսինքն դու հիմնականում, եթե սխալվեմ, ինձ ուղես, երկու գաղափար ես նշում, մեկը որ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, ինձ համար COVID-ի ժամանակ, ասեմ էլի, sense ռեալ են, որ ասում մաշկի վրա զգացի, մի քանի օրում մենք ամիսների փոփոխություններ սկսեցինք ապրել։ Ես կասեի զարգացում։ Հա, փոփոխության զարգացումներ։ Ու ամեն ինչ այդ պահից սկսած շոշափելի տեսա, ոնց է փոխվում ամեն ինչ։ Ու այդ առումով լրիվ կիսում եմ քո տեսակետը, որ հիմա HR-ն էլ բնականաբար լուրջ ալիքների մեջ է։ Ու երևի դու այտենց եթե ավելի շոշափելի իրեն կապում ես հենց իրավիճակի փոփոխության, գլոբալ աշխարհի փոփոխության, մեր իսկ փոփոխության, հա, մարդկանց փոփոխության հետ։ Հասկացա։ Որը չի կարող չազդել բիզնեսի վրա, իսկ այն ինչ որ ազդում է բիզնեսի վրա, բնականաբար ազդում է իր բոլոր ֆունկցիաների վրա, մասնավորապես մարդկային ռեսուրսների կառավարման վրա։ Ոնց կաս այդ mindset shift-ին, երբ որ դու HR-ում ես ու տարիներ շարունակ քո գործը քեզ համար ակնհայտ է եղել, դու աշխատում ես աշխատակցի HR ցիկլի հետ, դու աշխատում ես բիզնեսի արդյունավետության համար, աշխատակցի եւ բիզնեսի երջանկության համար, հա, բայց հիմա
էական այդ ամեն ինչը տեղից շարժվում է։ Այդ ինչ mindset shift-ի մասին է։ Դե շատ լավ հարց է։ Ես սենց եմ մտածում, մենք հասկանում ենք կոնտեքստը, հա, մենք խոսացինք կոնտեքստի մասին։ Մենք պետք է հասկանանք այդ կոնտեքստում ինչ ճղագրգիռ շարժումներ են անում HR-ները, հա։ Մարդկային ռեսուրսների կառավարիչը այսօր երկու ուղղության մեջ է։ Մեկ դեպի ավտոմատացում, դեպի վերլուծություններ, դատայի հետ աշխատանք եւ այլն, ինչը որ այդ նույն արհեստական բանականությունը, որ ասացիր, դրա հետ էլ ոնց որ կապակցված է բնականաբար, եւ մյուս ուղղությունը դա արդեն էմպաթիա, հուզականություն, հարաբերությունների կառուցում, ճիշտ թիմերի կառուցում եւ այլն, հա, այսինքն հիմա տրիվիալ կհնչի մարդկայինը թե արհեստական բանականությունը, բայց միևնույն է այդ երկու ուղղությունն էլ կա եւ մենք դրանից չենք կարող փախնել։ Հիմա այս եթե վերցնում եք այս երկրորդ մակարդակը, բնականաբար երրորդ հարցը, որ մենք մեզ պիտի տանք, արդյունավետ այս երկու բանը անելու համար ինչ մենք պետքա գիտենանք, կարողանանք եւ ինչ գիտելիքներ մենք պետքա ունենանք, ինչ հմտություններ մենք պիտի ունենանք ու քո ասած mindset պիտի ունենանք, որ այս ամեն ինչը իրականացնենք։ Իմ կարծիքով մարդկային ռեսուրսները ի սկզբանե որպես առարկայական ոլորտ, ավելի շուտ ինքը առարկայական չի, ինքը գործնեության ոլորտ է։ Ինքը միշտ եղել է միջոլորտային։ Ու դրանումն է եղել հենց հիմնական խնդիրը, որ դու չես կարող մի առարկա սովորելով լինես լավ եւ էֆեկտիվ մարդկային ռեսուրսների կառավարիչ, որտեվ դու համ թիվ պիտի հասկանաս, համ հոգեբանություն պիտի իմանաս, համ պետքա կարողանաս ֆինանսական հաշվարկներ անել, համ անտրոպոլոգիա պիտի հասկանաս, համ մշակութաբանություն պիտի հասկանաս եւ այլն, ստատիստիկա պիտի հասկանաս։ Այսինքն ի սկզբանե ինքը միջառարկայական էր, հիմա այդ միջառարկայականին ավելանում են այլ ոլորտներ, որոնք պակաս կարևոր չեն։ Դա big data-ի այդ աշխատանքն է, դա կոնկրետ digital skill-երն են, հա, այսինքն մենք չենք կարող արդեն ասել, հա, մենք չենք կարող ասել, որ ես հիմա հայտարարություն կտամ եւ մարդիկ ոնց որ կդիմեն եւ ես ասում եմ դա որպես մարդ, որը որ չգիտեմ 98 թվին տալիս էր հայտարարություն եւ 150 հոգուց մինիմում 50-ին կարող էր վերցնել գործի, հա, դիմորդներից։ Հիմա այդպիսի բաներ չկան։ Դրա համար դու պրոակտիվ ես ու լրիվ ուրիշ գործիքներով պիտի տիրապետես։ Հավաքագրումն է։ Իհարկե, եւ agile եւ project management պիտի սովորենք, որտեվ նույն, ասենք, HR ոլորտում անընդհատ դու նախագծերի կառավարում ես անում։ Հա։ Եվ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ, այսինքն առանց նախագծերի կառավարման ինչ որ հմտությունների առաջ գնալ չես կարող։ Եվ այլն, ես համոզված եմ դու հիմա ցուցակը կշարունակես, որովհետեւ հասկանալի է, որ միջառարկայական ոլորտը դառնում է նույնիսկ ավելի առարկայական, քան բուն առարկան։ Հա, իր կարևորությունը ավելի մեծան, որովհետեւ այդ ամբողջը կապում է իր արփի շատ չի մի օղակի վրա այսքան պատասխանատվություն։ Բայց հետաքրքիր է, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է։ Ես հասկանալի է, որ մենք շատ ծանր ժամանակներում ենք ապրում, հասկանալի է, որ մենք շատ լուրջ ստրեսով անցանք, հասկանալի է, որ մենք դեռ մեջն ենք, ու Աստված գիտի երբ դուրս կգանք ընդհանրապես այդ ամենից, բայց նաև շատ հետաքրքիր մարտահրավեր է։ Որովհետև դու կարող ես կոմբինացնես բաներ, որը միջև այդ չէիր կոմբինացնում։ Դու կարող ես գտնել լուծումներ, որոնց կարիքը երբևիցե չկար առաջ, բայց հիմա ոնց որ չի թողնում իրականությունը, որ ուղեղը ժանգոտի։ Ուղղակի նստես ամեն օր նույն բանը անես։ Այսգեր մերիդեմ լավ պայքար է։ Ոնց ես կարողանում այդ դրականը տեսնես այս ամեն ինչ մեջ։ Նույնչափ կարող ենք շատ նեգատիվ հետևանքներ էլ բերել, որ չեմ ուզում ոդքասթը այդ ուղղությամբ տանել, բայց ունենք էլի գիտենք ամենօրյա ռեժիմով ինչքան մեծ է պատասխանատվությունը HR ֆունկցիայի վրա, լավ չասեմ մարդկանց վրա, HR ֆունկցիայի վրա։ Մի կողմից դու ոնց որ նշեցիր այդ արդյունավետությունը, իր միջդիսցիպլինար բնույթը, մյուս կողմից էլ սա մարդկանց մասին է, դու չես կարող էլի ռոբոտի նման կենտրոնալ մենակ ստրուկտուրաների վրա։ Ոնց ես դու կարողանում այդ դրական ու լավ, դրական չասեմ, պատրաստական mindset ունենաս այդ ամեն ինչում։ Երևի նախ եւ առաջ ոնց որ դա ընտանիքից է գալի, որտեղ ինձ միշտ սովորացրել են, որ ցանկացած իրավիճակում կա լուծում
Երևի պոզիտիվ եմ, չգիտեմ։ Ու պլյուս երևի ես միշտ օրինակ որ դասավանդում եմ, ասում եմ ժողովուրդ ամեն մասնագիտություն ունի մութ կողմ եւ լուսավոր կողմ։ Ու դու շատ պետք է սիրես քո մասնագիտությունը, որ կարողանաս համակերպվել մութ կողմերի հետ։ Հա, առանց դրանց չի լինի։ Որտեվ մութը լինելու է միշտ։ Մութ ասելով ես նկատի ունեմ այդ նույն նեգատիվը, որ դու ասում ես, օրինակ մեր գործում կա մարդ ազատել։ Այո։ Մեր գործում կա կրճատում, մեր գործում, այսինքն բազմաթիվ sense կողմեր կան, որ այնքան էլ հաճելի չի անել։ Հա, որը երբեմն ավելի վատ հետևանքների ա բերում, քան դու կարող ես կանխատեսել։ Նաև գիտես, ինձ թվում է ինչն է օգնում բանը, անգլերեն է տերմինը գալի professional curiosity-ն, այսինքն մասնագիտական հետաքրքրասիրությունը, հա, քչփորելը, գտնելը, որովհետև ես ինձ համար գտել եմ, որ ամենալավ լուծումները դիսկոմֆորտից են դուրս գալիս։ Դիսկոմֆորտից նեղվելուց, ինչ որ մի հատ քո տեղը չգտնելուց։ Ու տրեյնինգների ժամանակ էլ եմ ասում, եթե դուք հիմա ունեք դիսկոմֆորտի զգացողություն, որ վայ, ես ինչա կատեմ, ինչքան բան կա սովորելու, ուրեմն ճիշտ ուղղության վրա եք։ Բայց բան չենք հնչում մի քիչ, ոնց որ sense մանավանդ Հայաստանում ես այդ նկատել եմ, էլի հաջողակ կարիերաները, հաջողակ մարդկանց միտում ունենք բոլորս հայերս արժեզրկելու։ Ոնց ասելու, հա դե բախտը բերեց, հա դե ստացվեց իր մոտ, հա դե մի հատ, չգիտեմ, աստղերը մի կերպ դասավորվեցին, որ ինքը սկսեց այդ հաջողությունը ունենալ։ Եթե ռեալ կողմերից խոսենք, ես ուզենամ էդ էլ ասենք, թե ինչքան դժվար է տրվում այդ ճանապարհը եւ թե ինչպես է դա հաղթահարում։ Իսկ հիմա դու լավագույնս ա կասես, որպես Հայաստանի HR-ի մամա, քեզ այդպես են ասում։ Հայաստանի HR-ի մաման չի կարող ասի, շնորհակալություն իհարկե։ Լավա որ տատիկ չեն ասում։ Չէ, տատիկ չեմ լսել։ Իրականում ես չեմ կարող ասել, որ դժվար է եղել ճանապարհը, որովհետև ես դժվարություններ չեմ զգացել, ես զգացել եմ հետաքրքրություն, ինձ հետաքրքիր է եղել, իսկ երբ որ դա հետաքրքիր է, դժվարությունը հաղթահարվում է առանց զգալու քո մաշկի վրա, որովհետև խնդիր է, որը պետք է լուծել։ Պրոցես է, էլի։ Ընդհանրապես ցանկացած այ պոզիտիվիզմի մասին խոսացինք, ցանկացած ոնց որ դժվար իրավիճակում ես միշտ փորձում եմ պատկերացնել այն ամենավատը, որ կարող է լինել։ Այդտեղ ես լուծումներ այդտեղ հասկանում եմ ես ինչ պետք է անեմ, եթե այդ ամենավատը լինի, ինչը երևի ինչ որ հոգեթերապիայի տեսակ է իմ համար, որից հետո անում եմ ամեն ինչ, որ դա չլինի։ Հիմա ոնց որ բացահայտ պատմում եմ իմ հաջողության բանաձևը, հա։ Ու հա կան դժվարություններ, բնականաբար միշտ լինում են ինչ որ անդուր բաներ, կարող է ինչ որ վատ բան լսես, կարող է ինչ որ վատ բան տեղի ունենա, բնականական հաճախորդներ, որոնց հետ այդքան էլ հեշտ չի ստացվում ամեն ինչ, որ պետք է անդադապացուցես ինչ որ բաներ, բնական է, որ տենց երջանիկ եւ վարդագույն չի ամեն ինչ։ Բայց որ ես հիմա ասենց վերլուծում եմ անցած ճանապարհը, ոչ մի վատ բան չեմ հիշում։ Ու անկեղծորեն եմ ասում, վատ բան ես չեմ հիշում, երևի ուղղակի շատ սելեկտիվ է իմ հիշողությունը։ Կամ էլ իրոք հնարավորությունի հայացքով ես նայել այդ ամեն ինչին, ոչ թե դժվարության կամ խնդրի հայացքով ես նայել։ Հա, ինչ որ բան անձի վրա սկսեցինք։ Մարդկային ռեսուրսների դաշտից անցանք ոնց որ։ Դե վստահ շատ սկսնակ մասնագետ, ոչ միայն սկսնակ, շատ մասնագետ է քեզ նայում եւ հաստատ կուզենայի քո ներքին հայացքը ստեղ լսվեր, հա։ Այդ ոնց էս այդ փուլերի միջով անցնում կամ ոնց ես նայում HR-ի ապագային։ Մի հատ կարևոր բան ասեմ, էլի, ես միշտ դա ոնց որ կրկնում եմ, որ գեներալ դառնալուց առաջ պետքա զինվոր լինել։ Ես միշտ դա ասում եմ, ես ինքս զինվոր եմ սկսել։ Զինվոր ասելով ես միշտ ասում եմ, եթե դուք ուզում եք դառնալ լավ HR մասնագետ, եթե դուք ուզում եք հարթել ճանապարհ դեպի բարձրունքներ, մինիմում պետքա սկսել նրանից, որ հասկանալ ինչ որ թղթաբանություն, որտեղ չես կարող ղեկավարես տաղանդներ, եթե չգիտես այդ տաղանդի անձնական գործի մեջ ինչ պետքա լինի, հա։ Այսինքն կա ինչ որ մինիմալ բազային ինչ որ գիտելիքներ, որից որ կառուցվում է մնացածը։ Իսկ հաջողությունը ձեռքում է աշխատասիրություն, էներգիա, սեր, մասնագիտության նկատմամբ
եւ կարող է իսկապես մի փոքր հաջողություն։ Հա, այդ ֆակտորն էլ Այդ կա։ կա։ Մեր ոդկասթի հիմնական գործընկերն է Magnus HR-ը։ Magnus HR-ը հանդիսանում է HR եւ հավաքագրման ծառայություններ մատուցող գործակալություն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում։ Եթե հիմնադրի կամ բիզնես ղեկավարի դերում եք, Magnus HR-ը կարող է դառնալ ձեր վստահելի գործընկերը HR ցիկլի բոլոր этаպներում։ Սկսած բարդ հաստիկների համալրումից մինչև աշխատակիցների արդյունավետության չափում, KPI-ների սիստեմի ներդրում եւ շատ-շատ այլ հետաքրքիր առաջադրանքներ, որոնք միմիայն ուղղված են բիզնեսի զարգացմանը եւ աճին։ Իսկ եթե դուք HR մասնագետ եք եւ ցանկանում եք ներդրում կատարել ձեր մասնագիտական զարգացման ճանապարհին, ապա անպայման ուսումնասիրեք Magnus HR-ի կրթական հարթակը HR EduHub, որտեղ կգտնեք բազմաթիվ կուրսեր, workshop-եր եւ ձեր հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։ Ընկերությունը հասանելի է բոլոր սոցիալական հարթակներում, ուստի կարող եք հղումները գտնել նկարագրություն բաժնում եւ կապի դուրս գալ։ Մեր ոդկասթի սիրելի գործընկերն է նաեւ Pixart Ակադեմիան, որն ապահովում է ամբողջ ոդկասթի տեխնիկական կողմը։ Հիմա շատ է պահանջը, ինչքանով որ ես կարդում եմ, ինչքանով որ խոսում եմ, դե իմ հիմնական ուղղվածությունը թեքն է, թեքում էլ շատ ուժեղ հարված է այդ ֆինանսատնտեսական կրիզիսը։ Դրսում էլ, Հայաստանում էլ ինչքան շփվում եմ, այս կա որ HR թիմերը, HR ֆունկցիան արդյունավետություն ապահովելու համար է։ Եթե այդ արդյունավետությունը այն ժամանակ HR-ի ֆունկցիոնալ ցանկի մեջ ինչ որ մի տեղ էր, հա, հիմա ինքը առաջին տեղում է, որ այնպես անես, որ ունենաս թիմեր, որոնցից կարողանաս մաքսիմում արժեք ստանաս եւ մաքսիմում օգնես եւ անհատի եւ բիզնեսի աճին։ Անգլերեն տերմինը high performing թիմեր սարքես մեծ կատարողականությամբ։ Քո կարծիքով հիմնվելով քո բազմա պրոֆիլ գործի վրա ես նշեմ, որ դու փորձառություն ունես նաև Հայաստանից դուրս, ովքեր որ չգիտեն, հա, այ ինչ որ կարմիր թելեր դուրս բերել ես, այ ինչն է կանգնած այդ բարձր կատարողականով թիմերի հետևում։ Հա, իհարկե վերլուծել եմ, մի քանի ֆակտոր կա։ Ֆակտոր համար առաջին դա այդ նույն իմաստն է, որը որ ես ասում եմ, որովհետև մարդ չի պիտի իմանա ինչի համար է ինքը պայքարում, հա։ Լինի դա թիմ, լինի դա անհատ, թե ընդհանրապես ամբողջ կառույցը, կազմակերպությունը որպես այդպեսին։ Ֆակտոր համար 2 իհարկե մենք ոնց որ կասկադում ենք միշտ ասում, որ մեր հիմնական ոնց որ բազային արժեքներից է, հա, որ ցանկացած կազմակերպություն եւ մարդ ունի իր առանձնահատուկ եւ մենակ իրան բնորոշ երանգները եւ ընդհանուր գործիքով իրան չափել, ինչ որ, չգիտեմ, սովորական մեթոդներով, որը որ ընդունված է, սա արեցինք, հիմա էլ սա ենք անում, հա, դա մինիմում չի բերի հաջողության, որովհետև ինքը իր երանգների մեջ դրան ասում են աուդիտ, դրան հազար ու մի ոնց որ ձևով են դա բնութագրում, բայց մինչև դու երանգը չհասկանաս, դու չես կարա իմանաս ինչի օրինակ մարդիկ չեն տալիս արդյունք։ Եթե խոսենք կոնկրետ հայաստանյան իրավիճակի մասին, ես չեմ ուզում հիմա մյուս երկրներից խոսալ, որտեղ մենք հիմա ոնց որ ավելի շատ սևեռում ենք մեր ուշադրությունը Հայաստանի վրա, ապա հայկական իրականության մեջ մենք ունենք 4 տիպի ընկերություն, որոնք որ սպիրալ դինամիկայի տարբեր ոնց որ մակարդակների վրա են, հա։ Եթե կազմակերպությունը կարմիր է, բնականաբար իրանք այստեղ մենք ունենք հզոր վերահսկողություն, մենք ունենք քաոս եւ մենք ունենք ջղագրգիռ ինչ որ շարժումներ, ինչը նշանակում է, որ ուզում ես լավ աշխատեն, ուրեմն պետք է մի քիչ ստրեսը իջացնես եւ նաեւ մտցնես ինչ որ կարգուկանոն, որտեվ քաոսի մեջ մարդիկ քեզ չեն կարող տալ արդյունք։ Հա։ Եթե մենք խոսում ենք կապույտ ընկերությունների մասին, ապա այնտեղ արդեն կա կարգուկանոն, կա ստրուկտուրա, կա ճիշտ հիերարխիա, ճիշտ կամ սխալ դասավորվածություն, բիզնես պրոցեսները գծած են եւ այլն։
Ինչ չկա այստեղ, որպես կանոն, երբ որ կարգ ու կանոնը բավականին բարձր է, մենք կորցնում ենք կրեատիվությունը, մենք կորցնում ենք ստեղծագործ ուժը եւ մոտիվացիան։ Այսինքն հիմնական акցենտը, եթե մենք ուզում ենք, որ մարդիկ լավ աշխատեն, արդեն պետքա գնա դեպի այդ ինովատիվ մոտեցման եւ քառակուսուց դուրս եւ եթե խոսանք KPI-ների մասին, ապա իրանք այդ որակի պետքա լինեն։ Լավ։ Եվ այլն, եթե գնում ենք դեպի նարնջագույն, այնտեղ մենք արդեն ունենք կրեատիվություն, ինովացիա, ունենք բազմաերանգ ինչ որ շարժումներ, դինամիկա, որը բարձր մրցակցություն է, ընդ որում մրցակցությունն է այն աստիճանի, որ անընդհատ ինչ-որ նոր բան է ստեղծվում եւ ինչ-որ sense պայքարա, ում գաղափարը ավելի լավը կլինի։ Հա, այդ է։ Մենք ունենք արդեն գերհոգնածություն, այստեղ գալիս են այդ այսպես կոչված wellness ծրագրեր, ոնց անենք, որ բալանս լինի կյանքում, ոնց անենք, որ իրանք լինեն երջանիկ, ոնց անենք, որ մի քիչ ստրուկտուրա տանք այս մարդկանց կյանքին, որ իրանք գործից հետո չընկնեն մեռնեն եւ այլն, այսինքն բնականա ճիշտ hyperactive վիճակը ոնց մի քիչ դասավորես, լավ։ Կանաչը լրիվ ուրիշ է, որտեվ կանաչ մենք իհարկե շատ կանաչ ընկերություն չունենք, բայց ովքեր էլ որ կան, այնտեղ էլ հիմնական խնդիրը մարդկանց բերել դեպի որոշումների ընդունում, որտեվ акցենտը հիմնականում համագործակցությունն է, акցենտը այն է, որ ոնց անենք մի քանի ընկերություն, այ ոնց որ հիմա ես ու դու խոսում ենք, ոնց անենք, որ միանանք, ինչ որ լավ նոր բան ստեղծենք, բայց երբ որ երկու կառույց բախվում են իրար, որպեսզի միասին ինչ որ նոր բան ստեղծեն, արդյունքում դժվարանում է որոշումների ընդունումը։ Ու արդեն արդեն performance-ն է ընկնում, այսինքն չենք կարա մենք տանք լավ արդյունք կարճ ժամկետում, մենք պետքա սովորենք շուտ որոշում ընդունել կամ ճիշտ որոշում ընդունել։ Այսինքն թիրախային կախված նրանից ում հետ դու գործ ունես, արդեն իսկ հիմա շատերով մեզ լսում են, ամեն մեկը հիմա ասում է, հա, ես կարմրի մեջ եմ, գնամ ես ինչ բան անեմ։ Ես էլ էի վերլուծում եւ մեր ընկերությունը եւ Մագնուսն էին վերլուծում եւ մեր պարտներներին, ով ինչքան էս քոնն է, թե ինչ որ տեսական, չէ, իմս չեմ պատմել, իմից չեն հա։ Ես բան կտամ, ինքը բանը սպիրալ Dynamics-ի ոնց որ հիմնական ոնց որ մակարդակներն են, սկսում է բեժից, բեժ մենք չունենք։ Հետո red-ը կարմիրը tribal-ն է, որը որ շատ է Հայաստանում։ Հա, հաղմտուր, որտեղ վրացի կապույտ եւ կարմիր, ես այն բիզնես ստրատեգիաների վրա գնացի, բայց փաստորեն լրիվ ուրիշ է։ Okay, կարամ ես տեղից ենթադրեմ, որ տենց լավ եւ վատ ընկերություններ, որպես այդպեսին չկան, կան տարբեր եւ յուրաքանչյուրի լավ կատարողականի հիմքերը արդեն ընկած է եւ կոնտեքստի, հա, եւ իրակու ասած ոնց ասիր գույնի քիմիայի մեջ է իրա երանգների մեջ է էլի տես հետաքրքիր էր գույներից սկսեցին գույներին հասանք երևի ինչ որ ձևին ծողորթեցիր որովհետեւ իրականում հասկանալ կոնտեքստը հա կիրառել ինչ որ գործիքներ որպեսզի հասկանաս կոնկրետ ինչի այդ գործ ունես բայց նաև ամեն կազմակերպություն կա նաև վտանգ եթե դու իրան պիտակավորես նշանակում է այդ նույն քառակուսու մեջով էլ պետքա դիտարկես իրան, որը որ սխալ է։ Դրա համար դեղատոմսը ինքը շատ դժվար է, ինքը շատ առանձնահատուկ է եւ պետքա տարբեր բաների ինչ որ պարամետրերի կոմբինացիայով հա դուրս բերվի։ Հա, արագ չգաս դրան։ Ես միշտ բիզնես ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եմ ասում մարդկային ռեսուրսների կառավարման մեջ կամ բիզնեսում եթե ապաներ չկան, հա, օրինակ, չգիտեմ, եթե մարդը նախ կարիերայի ընթացքում 10 անգամ հաստիկ է փոխել, 11-րդը հաստատ ես եմ ինձ մոտելա կարճ աշխատելու կամ եթե մարդը հարցազրույցի ժամանակ 3 անգամ ժպտաց, ուրեմն մեզ սիրում ոնց որ այդ եթե ապաները շատ կախված է կոնտեքստից, ել չասած բիզնեսի ախտորոշման մեջ, էլի։ Ես դրան գիտես ինչ եմ ասում, որ հիպոթեզն ու փաստերը մի խառնեք։
Հա, շատ լավ ես ասում։ Ես կգողանամ այդ խոսքերը կօգտագործեմ։ Okay, մենք ընդհանուր առմամբ խոսեցինք HR-ի ներկա պատկերը, այսօր ինքը դեպի ուր է գնում, ինչ շարժեր կա, նաև դու ստեղ քո փորձառությամբ կիսեցիր ու հիմա բարձր կատարողականով ընկերության կարմիր թելերն ենք փորձում գտնել։ Երկուսը ոնց որ թե նշեցիր, այսինքն երկրորդ հաղթորդ ես ընկերություն եւս դրա հասկանաս եւ առաջինն էլ որը նշեցիր, ես չեմ շուտ։ Իմաստը, հա, հասկանանք։ Հանուն ինչի ենք հավաքվել, ժողովուրդ, որ ինչ անենք։ Հա։ Էլի կետեր կան, որոնք որ որոշում են, որոշիչ են բարձր կատարողականով թիմերի համար։ Դե բնականաբար, եթե մենք խոսենք կոմունիկացիոն կոմպոնենտի մասին, ինքը շատ կարևոր է։ Ես ընդհանրապես շատ երկար մի հատ էլ առանձին ոդկաստ կանեի էթիկայի կանոնների մասին, որովհետև մեզանում ինձ թվում է գնալով դա ավելի խորանում է, հա, այդ մեզանում հայերիս մոտ։ Այո, զուտ բիզնես կոմունիկացիայի մեջ ինչպես են մարդիկ շփվում, ինչպես են ու հեղեղված է նույն LinkedIn-ը, հա, տարբեր ձևի կարծիքներով, մասնավորապես մեր մասնագիտության վրա եղել են շատ անցնում HR-ներից։ Շատ են անցնում։ Դե տենց էլի։ Դե միշտ տենց է, չէ, ասում են կարող է 100 հատ լավ բան անես, բայց մի հատ վատ բան անես, մի անգամից բոլորը դրա մասին կիմանան։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում ամեն ինչ իր բնական ընտրության ճանապարհով է գնում եւ ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե ոնց որ LinkedIn-ին անդրադառնանք, LinkedIn-յան այդ ոնց որ պոստերին, որտեվ չի կարող շարունակվել այնպես ինչպես շարունակվում է, հա, բնական միակողմանի չի կարող լինել, հա։ Դե առաջ կառավարել էր ավելի շատ անիջան, որովհետև ասենք երբ որ մենք նոր էինք սկսնում 16 տարի առաջ Հայաստանում 4 HR էր, 4-ով իրար զանգում էինք, ասում էինք սենց բան չանես, հա, կամ սենց բանա ականջիս հասե արել ես, ու բնականաբար ոնց որ ամեն ինչ կարգավորվում էր։ Հիմա մենակ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայում 800-ից ավել մենք ոնց որ գրանցված HR ունենք, ինչը նշանակում է, որ չես կարա զանգես։ Էլ չեմ ասում չես կարա ստուգես, ինչքանով է ճիշտ այն ինչ որ գրված է, հա։ Ու ընդհանրապես դու չես այն կառավարող օղակը, որ զանգես մարդուն ասես ինչ ես սենց բան անում, հա, բնական է, որ բնական ընտրություն պիտի կատարվի։ Հա, իրականում դրա մյուս կողմն էլ կա, որ եթե կա սխալ վարկ, ոնց որ թափանցիկությունը լավ բան է։ Մենք շատ վստահ դու էլ այդ երևույթին հանգած կլինես, մենք շատ ենք տանջվում ընկերություններում, որպեսզի հասնենք նրան, որ հետադարձ կապը այդ գործ տալը չի, որ կուլիսներում խոսելը ընդունելի վարկ չի, որ որ ոչ թե մարդու մասին խոսի, այլ մարդու հետ խոսի։ Ու որ այդ առումով այդ ամեն ինչի այդ փունջի մեջ դրական կողմը նա է, որ ինչ որ հարցեր ջրի երես են դուրս գալիս ու նորմալ է, եթե սխալ վարքի դրսևորում կա, այո, թող բարձրացնվի։ Ինձ ուղղակի խանգարում է այդ ամեն ինչի միջի միակողմանիությունը, որովհետև չգիտեմ, շատ քիչ հրապարակումներ եմ հանդիպել այդ HR-ներին քլնգելու մեջ, որտեղ որ մարդը օբյեկտիվորեն եւ արդարորեն իր կողմն էլ ցույց կտա կամ իր սխալն էլ ցույց կտա, էլի։ Զուտ այդ է խանգարում։ Ասենց այդ ասում դասական բախումնաբանության աքսիոմաներից մեկը ասում է խնդիր ունես մարդու հետ գնա ասա։ Հա, ոչ թե գնա։ Ինչքան շատ մարդ ես ներգրավում լուծման մեջ, այդքան ավելի խորանում է ինքը կոնֆլիկտը, հա։ Բարդանում։ Բայց բնականաբար չես կարող ասել, եթե չի ստացվել երկխոսություն եւ մարդու մեջ ես էլ եղել ստատուսներ եմ գրել, չգիտեմ ինչ որ վատ ձևի ինչ որտեղ սպասարկել են, տեղում ոնց որ ջղայնացել եմ, դուրս եմ եկել, ստատուսը գրել եմ, հետո ասենք 2 ժամ հետո ամաչել եմ, ջնջել եմ, կամ զանգ եմ ստացել ավելի ջնջի ինչ ես դրել։ Հա, բնական է, այսինքն մենք բոլորս էմոցիաներ ունենք, մենք բոլորս ինչ որ ապրումների միջով ենք արթնում, մեզ ինչ որ բան դուր չի գալի եւ ինչ որտեղ պետք է այդ պրոտեստը արտահայտվի։ Այդ ամեն ինչից դրա համար ասում եմ բնական ընտրություն, նորմալ է որ։ Այո։ Ու դու խոսում ես հաղորդակցումից, որ ոնց որ էթիկապես ճիշտ եւ Էթիկապես ճիշտ։ Գիտես ինչ ասենց մի հատ բան կա, ինֆորմացիոն ընդհանրապես դաշտը, հա, կամ որ դեպքում է լինում եք չեն կարող աշխատել մարդու պերցեպցիայի հետ։ Ոնց է ինքը ընկալում, դու ինչ ես ասում։ Միակ բանը ինչի հետ մենք կարող ենք աշխատենք, ոնց ենք մենք տալիս ինֆորմացիան։ Այսինքն ինչ կանալով ենք տալիս, երբ ենք տալիս,
ոնց ենք տալիս, արդյոք կողքը աղմուկ է, որ ասում են աղմուկ հասկացողություն, հա, ինքը դարապես ի վիճակի է քեզ ընկալի, հա, երբ որ դու իրան ինչ-որ բան ես ասում։ Եվ ինֆորմացիան որպես այդպեսին կարա լինի պակաս, քանց թե պետքա, ավել, քանց թե պետքա, որտեվ դա էլ է երբեմն վնասում, կամ շատ ավելի վատ, խեղաթյուրված, կամ սուտ, կամ այերեք խոսում էինք հենց քո հետ, կողքից ինչ որ տարբեր առասպելներով հագեցած, որը որ չի համապատասխանում իրականությանը։ Գիտեմ, այդ մրցակցությունը կամ իրար հետ աշխատելը Հայաստանում կամ, չգիտեմ, ինչ որ նույն դաշտում նույն գործունեություն ծավալելը անպայման պետք է այդտեղ մի բան այն չլինի, էլի մարդիկ չեն կարող, ասենք, Մագնուսը HR-ն ու Կասկադը չեն կարող լավ դրական հարաբերություն ունենալ, սակայն նույնատիպ գործունեություն ծավալել։ Պետք է մենք ատենք իրար պարտադիր։ Ես դրա համար այտենց կուլիսային ինչ քննարկում լինում է, երեք էլ քեզ ասեցի, ասում ես կխոսեմ Արփիի հետ, ոնց որ մենք ուրա կամերան, մենք կխոսանք իրար հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս անգամ եւս նվեր ունենք մեր ոդկասթի ունկնդիրների համար։ Այս անգամվա նվերը կրթական չէ, այլ պարզապես ուղղված է ձեր ժպիտներ եւ դրական էմոցիաներ բերելու։ HR մեմեր պարունակող Telegram-յան ստիկերների փաթեթ է մեր նվերը։ Հետևեք նկարագրություն դաշտում տեղադրված հղմանը եւ ստացեք շատ յուրահատուկ եւ զվարճալի ստիկերներ հատուկ մեր HR լսարանի համար։ Okay, մենք հիմնականում ինչ որ ես նախատեսել էի որ խոսենք, անդրադարձանք, ես անպայման ուզում էի խոսել ինչա կատարվում ներկայումս HR-ում, ինչ ալիքներ կան ու նաև ինչա ընկած այդ արդյունավետության հետևում, որն է բանալին։ Իդեպ կա բացի իմաստը հասկանալուց, կազմակերպության քիմիան հասկանալուց եւ ոնց որ նշեցիր գրագետ հաղորդակցում, կա ինչ որ մի ատրիբուտ, որ ելի համարում ես հաջողակ թիմերի ետևում կանգնած ֆակտոր։ Ես այնքան շատ կարամ խոսամ, Անի ջան, իրականում ոնց որ հիմնական երևի ոնց որ անկյունա ոնց որ քարերը դրեցինք, բայց դրան պետք է ավելանան իհարկե նաև ընդհանուր գաղափարի ուժգնությունը, որովհետև գաղափարը այնքան ուժեղ պետք է լինի, որ իսկապես մոտիվացնի, որովհետև կարևոր չէ կազմակերպության գաղափարը, հա թե ինչ է կանում, հա գաղափարը որպես այդպեսին, որովհետև վեկտորները մարդկանց, որ նույն ուղղությամբ լինեն, իրանց արժե համակարգը նույն ուղղությամբ լինի, այնքան շատ են իրականում, դա ոնց որ հիմա ոնց որ տարբեր տեղերից փորձում եմ բերեմ միավորեմ, որտեղ երբևիցե տենց խորը չեմ փորձել համակարգել այդ ամեն ինչը, շնորհակալություն քեզ, որ այդ հարցը տվեցիր, հաստատ հետո ռեֆլեկտ եմ անելու։ Դե դու հաճախ ես կիսվում փորձով, եթե ինչ-որ մի բան բաց թողածնես, կարելի է գալ լսել։ Okay, Արփի, ինչ կասես սկսնակ մասնագետներին, ովքեր որ ոչ թե HR-ը ընտրել են, որովհետև դա հայտնի է, կամ որովհետև դա հեշտ է, կամ որովհետև հայտնի կարծրատիպ թե HR-ում ինչ կա անելու, որ ոչ մի բան պետք չի, մարդկանց հետ լավ լինես հերիք է։ Այլ են մասնագետին, ով որ գիտակցված է այս ամենին վեճ, ով որ փայլուն աչքեր ունի, ով որ գիտի թե ինքը ինչքան բան դեռ չգիտի, հա։ Ինչ կասես այդ մասնագետին, ինչ անի, որպեսզի այս ոլորտում կարողանա կայուն, հետևողական եւ ճիշտ կարիերա կառուցի։ Չվախենալ։ Երևի ինքդ քեզ հարց տալ, արդյոք դու իրոք այդքան սիրում ես մարդկանց։ Կարևոր է։ Եվ փորձել ազնիվ պատասխանել այդ հարցին։ Հա։ Եվ երբեք ոչ մի վարքյան չկանգնել այն մտքի վրա, որ ես արդեն գիտեմ։ Հա, շնորհակալություն այդ մտքի համար։ Որովհետև այն պահին, երբ որ գալիս է այդ զգացողությունը, այդ պահին կարելի է հաշվել, որ ամեն ինչ ավարտվեց։ Դռները փակվեցին։ Մերսի, Արփի ջան, անձնապես ինձ համար շատ մոտիվացնող էր։ Քեզ այսօր լավ travel գնում էր, չէ՞, այսօր քշել։ Բայջանաբար ու բարի վերադարձ հայրենիք։ Հաջողություն նաև քո բոլոր գործերում ֆանտաստիկ աշխատանք ես անում, իմացիր, հիանում ենք եւ support ենք անում։ Շնորհակալ եմ, հրավերի համար, հաճույքով նորից կգամ։ Մերսի։